Վարդենիս քաղաքում շինարարական ակտիվություն է, տանիքագործ վարպետներն աշխատում են մինչև առատ տեղումների սկսվելը ավարտին հասցնել 4 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգումը, աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրով։ 5-րդ հարկում էինք ապրում, այս 50 տարվա շենք է, բայց ոչ մի վերանորոգում, մի անգամ էլ կրիշը դեռ քամին էր տարել։ Այդպես էլ անորակ մնացել էր, իսկ մեր տունը լրիվ քայքայված վիճակ։ Բախտը բերման կո արդեն եկավ տեսանք էլի։ 40 տարի ստե ապրում եմ, այս տանիքը ռևոն չի եղել։ Ջուր, մուր, չռալ, ագին ժողովրդին բնակիչներու վնաս էր տալիս։ Իսկ հիմա նորից կո մարդիկ քանդել են, սարքում են, ու արդեն սկսել են աշխատանքներ, եթե հասցնեն մինչև ձունքը շատ լավ կլինի։ Ծրագրով նախատեսված է տանիքների նախկին ծածկերի քանդում եւ հեռացում, նոր ծածկի տեղադրում ցինկապատ թիթեղով, մեկ տանիքում քանդման, իսկ 3-ում արդեն փայտե ծածկի կառուցման աշխատանքներ են ընթանում։ 4 բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 84 միլիոն 550 հազար, մոտ 3470 քառակուսի մետրի չափով, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 60%, համայնքի մասնաբաժինը 40%։ Սուբվենցիոն այս ծրագրից կօգտվի մոտ 150-ից 200 շենքի բնակիչներ։ Արդեն 3-րդ տարին է բազմաբնակարան շենքերի տանիքները փոխում ենք հինը, փոխում ենք նորով, նոր կտուրներ են խփում, արդեն Վարդենիս քաղաքում 43 բազմաբնակարան շենքերի տանիքներից մնացել է 10-ը, հույսով եմ, որ մենք մյուս տարի նույնպես այդ 10-ը վերանորոգենք եւ կվերջացնենք այդ ծրագիրը։ Կառավարության եւ համայնքի հավասար ներդրմամբ 164 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով էլ բարեկարգվում են Վարդենիսի 10 բազմաբնակարանների բակերը, 8-ում աշխատանքներն արդեն ավարտված են, 2-ում շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին շեբենային աշխատանքներն են կատարում, արդեն հողային աշխատանքները լրիվ ավարտված է, սպասում ենք մի քիչ եղանակները մի քիչ լավանա, նոր ասֆալտապատումն է, ասֆալտապատումը դե կեսը արած է, մի շենքի արդեն հատվածը լրիվ արված է, մնում է այս երկրորդ շենքի հատվածը։ Հիմնանորոգված եւ դեռ շինարարության փուլում գտնվող բակային տարածքներն ընդգրկում են ավելի քան 14000 քառակուսի մետր մակերես։ Շինաշխատանքները ներառում են եզրաքարերի տեղադրում, մուտքային աստիճանների վերանորոգում, ապուրինի կառույցների ապամոնտաժում։ Ծրագրում ներառված բակերից հեռացվել է 38 ապուրինի ավտոտնակ։ Արդյունքում բակային տարածքները զգալիորեն ընդարձակվել են։ Երեխաների համար պատրաստել ենք շատ սիրուն բակեր կան, որոնց մեջ արդեն ներառված է նախագծով նախաշով խաղահրապարակներ, քանի որ մեր երեխաները ընդհանրապես խաղալու տեղ չունեին, ամբողջ բակերը շրջապատված էին գարաժներով։ Հայակներ, փոշի, թոս, կեղտ, երեխեքին խաղահրապարակ չկար, տեղ չկար։ Իսկ հիմա մարդիկ սարքել են մաքուր, կուլտուրական, լույսերով, ասֆալտով, ամեն ինչով։ Սուբվենցիոն ծրագրերով կատարվող 2 շինարարությունների վերջնաժամկետն էլ մինչև տարեվերջը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։